ոստիկանության կողմից պարբերաբար հնչում է հորդոր, որ ճանապարհը բաց են։ Ինչի համար է այս ամենը արվում։ Ոստիկանները նախ թող ժողովրդավարությունը պաշտպանեն, քանի որ մենք ժողովուրդ ենք, իրանք էլ ժողովուրդ են, մեզանից մեկն են։ Յուրաքանչյուրից ազգու բարեկամ հարազատներն են, իսկ այս պահին քայլը մենք անում ենք, քանի որ տրանսպորտը, Քասախ համայնքը եւ Պրոշան համայնքում թթվածնի պես պետք է եւ 13 թվականի, որ ես տրանսպորտի կապին նախարար Բեգլարյան Գագիկին գրեցի, որ 18 համարը այստեղից հեռացրեցին, ինքը ասաց, քանի որ Երևան քաղաքապետարանը պատկանում է Երևան բոլոր, հետևաբար պետք է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը դիմեք, ես գրեցի Հենդիկ Նավասարյանին, Հենդիկ Նավասարյանը տրանսպորտի վարչության պետն էր։ Հենդիկ Նավասարյանը ասում է, ինձ շահ չունեմ։ Այսինքն իրանք շահերի մասին են մտածում։ Ինչ Ծառուկյանը ստեղ բերի, իր շահը տենա, Ծառուկյան, դու ասում ես ժողովրդավար մարդ եմ, քու ժողովրդավարությունը որտեղ է լինում։ Ասեմ ավելին, դուք եթե ժողովրդավար եք, պետք է մետրո հանեք այստեղ։ Նորենի հեռացնեք։ Պատկերացնում, բայց մետրոն այստեղ հանել։ Ոնց որ ներքին անցումներով որ կա, մինչև 17 թաղամասը գալիս է մետրոն։ Շարունակական բնույթ, եթե մինչև չանեն, իրավունք չունեն հանելու այստեղ այս գծերը։ Ասեմ ավելի պետք է շատացնեն, որովհետև բնակչության թվականակը շատացել է դրանից ավելին, որ այս մոտակա կարում գիբերմարկետը Հայաստանի Հանրապետության ամենամեծ գիբերմարկետն է, որ էսի բացվեց, էլ այստեղ այդ տրանսպորտները որ չաշխատեցին, այս քաղաք եւ ավելի զարգացած քաղաք է։ Այնպես որ նույն այդ 21 թվականին ասում են հեռացրել են ինչ-որ քաղաքապետարան, ներկայիս հանցավոր ռեժիմ, դուք ինչ իրավունք ունեք ժողովրդի շահերից չբխելու ինչ-որ քայլեր անեք, ժողովրդավարություն ասում եք, բայց հակաժողովրդական քայլեր եք անում, ասեմ ավելի, որ ժողովրդին ոստիկաններին էլ բախում եք իրար։ Բայց չեք բախելում այդ բախում։ Բացարձակապես։ Սրանից 10 տարի առաջ սեպտեմբերի 23-ին ես եմ մենակ մայրուղի մեկ այս փակե պագրիշկաները շարեր վառեն։ Կա, որ բացեք ցանցերով կտեսնեք։ Այնպես որ մենք պահպանում ենք մեր սոցիալ ժողովրդավար շահերը։ Այստեղ քաղաքական ոչ մի բան չկա։ Իսկ եթե ուժ կիրառեն, ինչ եք անելու։ Հակահարված կտանք։ Ինչպես։ Ժողովրդով միասնական ուժերով։ Կստացվի։ Այո, իրանք ուժ չեն կիրառի։ Իրանք էլ մեր ժողովրդից մեկն են։ Ինչ նես չի որ իրանք մերոնցից մեկը չեն։ Մեր բարեկամն են, հորքուրի տղաք, հեռու եւ այլն, ոստիկանները բոլորն էլ մերոնք են։ Այստեղից էլ կան, Քասախ համայնքի բնակիչներից էլ կան, որ ոստիկանության համակարգում աշխատում են։ Այնպես չի որ իրանք էլ մեր հայերն են։ Բայց իրանք ինչպես են օրինակ այս ամեն ինչը ընդունում, որ Քասախից աշխատում են օրին համակարգում։ Ովքեր։ Ոստիկանները։ Ոստիկանները նորմալ, շատ նորմալ, իրանք էլ օգտվում են այդ տրանսպորտներից, իսկ ինչ որ մնում է դուք տեսեք, այն ավտոբուսը, որը որ 50 հոգի է տեղափոխում Երևան քաղաքում, առավոտը ռաժոկով են լցվում, կոպիտ եմ ասում, բայց 15 հոգի պատալոգ, 15 հոգանոցը, այդ ոնց պետք է լցվի այդ բնակչության թվականակը, որ շատացել են, ասեմ, ու շատանում են, օր-օրի վայրկյանի Քասախ համայնքի բնակչությունը շատանում է, Երևան քաղաքից ավելի աճ է ունենում Քասախ համայնքը, Պրոշան համայնքը, այնպես որ այստեղ ես կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության վերնախավերին, որ պահպանեք ժողովրդավարությունը, ոչ թե անձնական ամբիցիաներդ առաջ քաշեք։ Հակառակ պարագայում կգա ժամանակը, որ ձեր աստերային վախնել։ Գալու եք, գնալու եք, բոլորս էլ գնացող ենք։ Մի հատ անուն թողեք բարի դրացիական։ Ուրիշ բան չունեմ ասել։